մենք ամեն դեպքում մեծ սիրով, մեծ սրտով մարդկանց դիմավորում ենք, բայց պետք է մի հատ դաս ունենանք, մի հատ քննություն անցկացնենք նոր հնարավորություն կա։ Այդ քննությունը անցյալի քննություն է։ Ինչ անցյալ ունեցել մարդ մինչև իշխանության գալը։ Մեր այսօրվա Հայաստանի ղեկավարի անցյալը կարող է մեզ թույլ տալ մտածել, որ նա գալով իշխանության կենտրոնանալու է մենակ մարդկանց մասին վատ բաներ գրելով, քահանաներ ձերբակալը չենք մտածի, ճիշտը որ ասել է։ Երկիրը ամեն օր մի հատ նոր շոուով առաջ տանելով, բայց ո՞նց եք դուք զգում ձեր կյանքի վրա այդ ազդեցությունը։ Ամենաաղքատ մարզը ո՞նց է զգում։ Այն մարզը, որ ժամանակին Հայաստանը ամենահարուստ մարզն էր, որովհետև մոտեցում չկա, չկա տնտեսության մասին պլանավորում, այսինքն այսօր եթե իրանց զարթնացնես, հարցնես, ասես լավ, 2 տարի հետո Գյումրիում ինչ եք անելու։ Այս մարդիկ ինչ հույս ունենան։ Իրանք չեն ասելու ինչ են անելու, որտեղ չգիտեն։